Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Ութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա, ինչ հայտարարություններ է արել ազգային ժողովի նախագահը։ Անգլերեն պլան Իրանի, Իսպանիայի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Հնդկաստանի մասնակցությամբ Բագրատ Սրբազանի փաստաբանները մանրամասներ են ներկայացրել։ Քաղաքացիական պայմանագիրը դեմ է քվեարկել զինծառայության մասին Հայկ Սարգսյանի նախագծին, ինչ է հայտարարել պատգամավորը։ Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում կան տուժածներ։ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ից 19 կմեկնի Ստամբուլ, մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հետ։ Խորհրդարանում Սիմոնյանը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Նրա խոսքով բոլոր հարցերը, այդ թվում տնտեսական բնույթի, պետք է քննարկվեն և լուծվեն երկխոսության միջոցով։ Նա ընդգծել է, որ Հայաստանը չի պատրաստվում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններ ունեմ Դաշնային խորհրդի ղեկավարի հետ և մենք խոսում ենք բաց, մշտապես, խոսում ենք ուղիղ, երկստեք հարգանքի տրամաբանության մեջ։ ԵԱՏՄ-ի թեմային անդրադառնալով Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը փորձում է համատեղել տարբեր ուղղություններ և կմնա միությունում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ առաջացող հարցերը կքննարկեն գործընկերների հետ։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ անդրադարձել է գազի գնի թանկացման լուրերին։ Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակնարկ չի արել։ Ինչի պետք է գազի գինը թանկանա։ Չէ, մի վայրկյան, ինչի պետք է թանկանա։ Մի վայրկյան, ես ձեր հետ չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակնարկ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետք է թանկանա։ Այսինքն ակնարկ։ Մի վայրկյան, չի հնչել, գազի գինը ինչի պետք է թանկանա։ Մի վայրկյան, դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի համար։ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը։ Օրակարգում 23 հարց է։ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, ներդրումների մասին օրենքը, մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխությունները, տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը և հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։ Քաղաքացիական պայմանագիրը և պատիվ ունեմը դեմ են քվեարկել Հայկ Սարգսյանի նախագծին։ ԿՊ-ական պատգամավորն առաջարկում էր բանակում առաջացող բացը լրացնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվողներից պահանջել 15 միլիոն դրամ և այդ փողը բաշխել 10 զինվորների միջև, ամեն մեկին տրամադրելով 1,5 միլիոն դրամ։ Սարգսյանի հեղինակած նախագծին դեմ է քվեարկել 57 պատգամավոր, 3-ը կողմ էին, 6-ը ձեռնպահ։ 3 կողմ պատգամավորներն էին ինքը, Հայկ Սարգսյանը, անկախ պատգամավորներ Հակոբ Ասլանյանը և Հովիկ Աղազարյանը։ Ճիշտ է, նոր ազգային ժողովում չընդունվեց իմ կողմից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը, բայց չենք ընկճվում ու առաջիկայում քննարկումները շարունակվելու են կառավարության եւ հատկապես պաշտպանության նախարարության հետ, եւ ես վստահ եմ, որ մեխանիզմներ ներդրվելու են, որպեսզի ծառայողները չգտնվեն անարդար վիճակում եւ լինեն հավասար պայմաններ բոլորի համար, ծառայությունից խուսափելը չլինի այդքան հեշտ և նաև չլինեն օրինական մեխանիզմներ, որոնք այսօր գործում են։ ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ պարզաբանել է, քանի որ կառավարությունն ու գլխադասային հանձնաժողովը դեմ են, իրենք ևս դեմ են քվեարկել նախագիծը ազգային ժողովի նիստում ընդգրկելուն։ Բագրատ Սրբազանի պաշտպանական թիմը ապացույցներ է ներկայացրել։ Ապրիլի 9-ին ավարտվել է Սրբազանի գործի նախնական դատալսումների փուլը։ Փաստաբանական թիմը ներկայացրել է փաստաթուղթ, որը քննչական կոմիտեն ներկայացնում է որպես ահաբեկության ծրագիր, որն իբր գրել է Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Անգլերեն լեզվով է, այստեղ կարող եք տեսնել, որ
այնպիսի աշխարհաքաղաքական դերակատարներ ներկայացված, ինչպիսին օրինակ Ռուսաստան, Բելարուս, Իրան, Չինաստան, Վրաստան, Հնդկաստան, Կիպրոս, Իսպանիա, իրենք ամբողջ պետքա ներգրաված լինեն այս պլանի մեջ, այո, ներքևում նշված է, որ պետքա ներթափանցել թշնամի երկիր եւ գերի վերցնել 150-ից 250 հազար քաղաքացիական անձ։ Մենք դիտմամբ այս փաստաթուղթը չենք թարգմանել, որովհետեւ Փառք Աստծո ներկա ժամանակներում անգլերենի հետ խնդիր չունենք, ուզեցինք, որ հենց սա այսպես հրապարակվի եւ ձեռագրի տարբերությունները եւ բովանդակության անհեթեթությունը, որպեսզի եւ ձեզ եւ հանրությանը հասկանալի լինի։ Փաստաբանները հիշեցրել են ակցիաների ժամանակ շատ մարդիկ են մոտեցել ու Սրբազանին տարբեր թղթեր տվել, անգամ Հայաստանի փրկության ծրագիր, որոնք ֆիքսել են նաև տեսախցիկները։ Սրբազանը ծանոթ չի որպես իրեղեն ապացույց ներկայացրած թղթի բովանդակությանը։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող ավագ դպրոցներից մեկում նախկին աշակերտը կրակել է, ապա ինքնասպան է եղել։ Կար նվազն 16 տուժած 18-ամյա հարձակվողը զինված որսորդական հրացանով պատահական կրակոցներ է արձակել ավագ դպրոցի ուղղությամբ։ Կրակոցներից հետո թաքնվել է շենքի ներսում։ Ավելի ուշ ինքնասպան է եղել նույն որսորդական հրացանով, ասել է նահանգապետ Հասան Սիլդակը։ Վիրավորներից մեկը ուսուցիչ է, նրա վիճակը ծանր է։ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող չինական լցանավն անցել է Հորմուզի նեղուցով, չնայած Դոնալդ Թրամփի սահմանած շրջափակմանը։ Նավը, որը սանկցիայի տակ է Իրանի հետ գործակցության համար, առաջինն էր, որը մտել է Հորմուզի նեղուց եւ դուրս եկել Պարսից ծոցից ԱՄՆ զինվորականների երթուղին փակելուց հետո։ Այն տեղափոխում է մոտավորապես 250,000 բարել մեթանոլ։ Մերձավոր արևելքում քննարկումների կենտրոնում է նաև Լիբանան-Իսրայել հարաբերությունների հնարավոր կարգավորումը։ Երեքշաբթի Վաշինգտոնում երկու երկրների ներկայացուցիչները կհանդիպեն ԱՄՆ միջնորդությամբ։ Հանդիպմանը, որը կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ, կմասնակցեն Վաշինգտոնում Իսրայելի եւ Լիբանանի դեսպանները, նաև Բեյրութում ԱՄՆ դեսպանը։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով զրուցել է ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, Արաղչին տեղեկացրել է ռուսական կողմին Իսլամաբադում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մասին։ Նախարարները նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Թեհրանը փոխհատուցում է պահանջել արաբական 5 պետությունից, մեղադրելով նրանց Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ ռազմական գործողություններում գործակցության համար, հայտնում է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը։ Մերձավոր արևելքում հակամարտության ֆոնին Դուբայում եւ Աբու Դաբիում կրճատվել է եվրոպական բրենդների վաճառքը, գրում է Reuters գործակալությունը։ Մարտին բրենդները հայտնել են վաճառքի 30-ից 50% անկման մասին Mall of the Emirates-ում, Դուբայի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Դուբայի մոլում այցելուների թիվը նվազել է մոտ 50%-ով, ինչը վկայում է վաճառքի հնարավոր ավելի մեծ անկման մասին։ Մեկ այլ բանակցության հնարավոր զարգացման մասին է փոխանցում ՏԱՍՍ-ը։ Վաշինգտոնում Լիբանանի եւ Իսրայելի դեսպանների միջև հանդիպումը ճանապարհ կբացի երկկողմ շփումների համար եւ կհանգեցնի սահմանին հրադադարի վերաբերյալ նոր համաձայնության։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն է ասել ըստ ՏԱՍՍ-ի։ Աունի խոսքով այժմ հնարավորություն կա Միացյալ Նահանգների հովանու ներքո կայուն կարգավորման հասնելու, ինչին Լիբանանը ձգտում է։ Եվրոպական հանձնաժողովը պատրաստվում է աշխատել Հունգարիայի նոր կառավարության հետ, երբ ընտրություններում հաղթած Պետեր Մաջյարը պաշտոնապես ստանձնի պաշտոնը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Լայենի խոսքով Մաջյարի հայտարարությունները վկայում են եվրոպական ուղուն հետևելու եւ Եվրամիության հետ գործակցելու պատրաստակամության մասին։ Նա ընդգծել է, որ Հունգարիայի վերադարձը ավելի սերտ համագործակցության կարևոր է Եվրամիության միասնության համար։
Աղմկահարույց դեպք Ավստրիայում 13-ամյա աղջիկը մեղադրվում է 109 հանցագործություն կատարելու համար։ Մեղադրանքները ներառում են գողություն մեքենայի առևանգում եւ հեծանվորդի դիտավորյալ վրաերթ։ Դեպքից 3 րոպե անց դեռահասը Google-ում որոնել է վրաերթի եւ փախուստի համար նախատեսված ազատազրկման պատժաչափը, նաեւ հետաքրքրվել, թե որտեղ են ապրում հրեաները, որպեսզի կարողանա հետապնդել նրանց։ Ամենալուրջ հանցագործություններից մեկը տեղի է ունեցել մարտի 30-ին։ Աղջիկը գողացած մեքենայով փորձել է հարվածել հեծանվորդին։ Երկար հետապնդումներից հետո մեքենայով հարվածել է նրան։ Քննիչները նշում են, որ աղջիկը տառապում է հիմար հայտնիությամբ եւ շատ է ուրախանում իր հանցագործությունների համար գրված լրատվական հոդվածների եւ սոցիալական ցանցերում դիտումների քանակով։ Անիա Բաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բեռլինի կենթանաբանական այգում տոնում են աշխարհի ամենատարեց գորիլայի Ֆատոյի 69-ամյակը։ Ֆատուն ծնվել է մոտավորապես 1957 թվականի ապրիլի 13-ին եւ Բեռլինի կենթանաբանական այգի է բերվել 1959 թվականին, երբ դեռ շատ փոքր էր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։